16 դար առաջ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, ստեղծեց ի հզորություն հայ ազգի եւ ի սարսափ թշնամիների, որոնք ուզում էին ջնջել մեր անունը պատմության էջերից։ Ստեղծվեցին հայոց տարրերը որպես հայ զինվորներ, որպես պահապան հրեշտակներ։ Ստեղծվեցին, որ դառնան կտակարան, դառնան երկարան, պատերազմի դաշտում դառնան առաջ, հաղթանակ, օրորոցում դառնան քնիր բալիկս խոսքեր, դառնան կարմիր, կապույտ, նարնջագույն ու մեկ վրձին, որ դու փոքրիկ սովորես նկարել։ Ստեղծվեցին հայոց տարրերը, որ դառնան դո, ռե, մի, ձայնդ բարձր, ավելի համարձակ, որ դարձյալ դու սովորես երգել։ Ստեղծվեցին հայոց տարրերը, որ պարահրապարակում դառնան կրունկ, թաթ, թաթ, ոտքդ ուղիղ, կուրծքդ առաջ, որ դու, դարձյալ դու սովորես պարել։ Իսկ ստեղծված այս ամենի պահպանողն ու շարունակողը մենք ենք, ես եւ դու։ Այս ամենի կարևորության արդյունքում Արման եւ Նաիրա Վարդանյանների մեծ ջանքերի շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործում է Հայաստան մշակույթի կենտրոնը։ Տասնամյակների փորձառությունը, երեխաների հետ աշխատելու գաղտնիքները, ծնողական հոգատարությունը օգնեցին կայացնել ազգապահպան մեծ գաղափարը։ Դաստիարակելով եւ մեծացնելով իմ որդիներին օտար երկրում, ես նրանց սովորեցրել եմ հայ մնալու մի քանի ոսկե կանոն։ Պահպանել եւ փոխանցել սերնդեսերունդ հայ լեզուն, արվեստն ու մշակույթը։ Գիտակցելով եւ տեսնելով այս ամենի կարեւորությունը, ստեղծեցի Հայաստան մշակույթի կենտրոնը։ Այ փեն քիմթա Ոչ, սա ուսուցման համար լավագույն միջոցը չէ։ Հայաստան մշակույթի կենտրոնում ձեր երեխաները հայերեն խոսել սովորում են այլ մեթոդներով։ Հայաստան մշակույթի կենտրոնում բացվեց հայոց լեզվի դասարան, նպատակ ունենալով մեր երեխաներին սովորեցնել հայոց այբ, բեն, գին, դան։ Ընդհանրապես ազգին պահողը լեզուն է։ Եվ եթե մենք միջև հիմա գոյատևում ենք, դա շնորհիվ մեր հայոց լեզվին։ Եվ ես գտնում եմ, դա իմ կարծիքն է, որ ամեն մի ընտանիք, որտեղ մեծանում է հայ զավակ, հայ որդի, հայ աղջիկ եւ տղա, անհրաժեշտ է, որ նրանք բոլորը իմանան հայերեն գրել եւ կարդալ։ Հայ զավակը պետք է չմոռանա, որ ինքը հայ է։ Չմոռանա մեր կուլտուրան, մեր ավանդույթները, որովհետև եթե մենք մոռանանք դրանք, ուրեմն մենք մոռանում ենք, որ մենք հայ ենք։ Խոսքը կա, մնում է հայոց երգը, շարականներն ու տաղերը, հորովելներն ու լուսնկան։ Եվ այսօր կենտրոնում գործում է հայ երգի խմբակ։ Спой мне, соловушка. Ինձ ինչ հիշում եմ, ես երգում եմ եւ սիրել եմ երգել բեմի վրա, ընդհանրապես երբ որ առաջի անգամ բարձրացա բեմ եւ ամեն անգամ բարձրանալիս բեմ, զգում եմ նույն հաճույքը, որը որ չեմ կարող ոչ մի բանի հետ փոխել, դա մի աննկարագրելի զգացմունք է եւ շատ եմ սիրում, երբ որ ինձ լսում են եւ գնահատում են։
եմ կարևորում այս դասարանի բացումը, որովհետև այստեղ երեխաները կերքեն հայերենով, կծանոթանան մեր երգարվեստին։ Քանի տարի է արդեն համագործակցում եմ ամերիկյան երաժշտական դպրոցների հետ, այսինքն աշխատում եմ այնտեղ որպես դասատու եւ աշխատում եմ ամերիկացիների հետ ավելի շատ։ Հիմա աշխատելու ընթացքում ես զգում եմ ինչքան եմ կարոտում եւ ինչքան եմ սիրում հայկական երաժշտությունը, որը ինձ ավելի շատ մոտիկ է։ Ինչքան էլ ես երգեմ իտալերեն կամ ֆրանսերեն, իհարկե շատ լեզուներով երգում եմ, բայց միակ լեզուն, որը ինձ մոտիկ է, հարազատ է եւ կարողանում եմ ամեն մի հնչյունը կատարել, դա հայերենն է։ Հովնաթանն ու Մինասը, Սարյանն ու Այվազովսկին ստեղծեցին, նկարեցին հայոց մի նոր այբուբեն։ Իսկ նրանց տաղանդը բացահայտեցին իրենց ուսուցիչները։ Ձեր երեխաների նկարչական տաղանդը բացահայտելու համար կենտրոնում ստեղծվեց նկարչության դասարան։ Էական չէ, ձեր փոքրիկը նկարիչ կդառնա թե ոչ։ Էականն այն է, որ կատարելագործելով երեխայի բնատուր տաղանդը, նրան հնարավորություն կտանք կյանքը լիարժեք ու վառ գույներով ընկալելու, տեսնելու այն նրբությունները, որոնք անտեսանալի են շատ շատերի համար։ Փոքր տարիքից սիրում էի նկարել, բայց չէի մտածում, որ նկարիչ կդառնամ։ Որ մեծացա, զգում էի, որ ուզում եմ նկարեմ։ Ու որոշեցի խորացնեմ, ավելի պրոֆեսիոնալ դարձնեմ, որ կարողանամ իմ մտքի ուզածը ստանամ։ Այսինքն ինչ որ տենում եմ, կարողանամ ճիշտ արտահայտեմ թղթի վրա։ Նկարչությունը մի աշխարհ է իմ համար, որտեղ ես կարողանում եմ առանձնանամ։ Երբ որ մատիտը ու վրձինը իմ ձեռքում են, ես մենակ չեմ։ Հայաստան մշակույթի կենտրոնը արդեն 16 տարի հայտնի է իր Հայաստան Պարի դպրոցով, իր տաղանդաշատ սաներով և հարյուրավոր մենահամերգներով ամբողջ աշխարհում։ Իսկ մեզ մոտ մոտեցումներն այլ են, ավելի ժամանակակից ու իրական, և իհարկե, բազմազան։ Լինելով կենտրոնի հիմնադիրներից մեկը, այստեղ հաճախող յուրաքանչյուր երեխայի, բացի պարային փորձ եւ գիտելիքներ հաղորդելուց, փորձում եմ նաեւ մայրաբար վերաբերվել, կիսել նրանց բոլոր խնդիրները, որևէ ձևով օգտակար լինել, որպեսզի երեխաները այս դպրոցում զգան իրենց ինչպես իրենց տանը։ Սիրում եմ օրս անցկացնել երեխաների հետ, տալ նրանց այն գիտելիքները, ինչ որ ես ունեմ, այն եռանդը, այն կրակը, այն ուժը, ինչ որ վերաբերվում է պարին, պարի գաղտնիքները փոխանցել նրանց իմ հաջորդ սերունդին, լիովին, այսինքն ոչ մի ջանք չեմ խնայում տալ նրանց այն ամենը, ինչ որ ես գիտեմ։ Դասավանդում եմ տարբեր պարագոճեր, հատկապես հայկական, գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինձ համար ավելի կարևոր է աշխատել երեխաների հետ եւ խոսել հայերեն, աշխատել հայկական պարավոճի ուղղությամբ, Բերդ, Քոչարի,
մշոխր եւ տարբեր պարավոճեր, կան 100-ից 150-ից ավել պարավոճեր։ Բավականին երեխաներ են այցելում մեր կենտրոն, 300-ից ավել երեխաներ եւ սկսում են 4 տարեկանից մինչեւ անսահմանափակ տարիք։ Կլինի տղա թե աղջիկ, յուրաքանչյուր երիտասարդ պարտավոր է իմանալ հայկական պարը, անկախ նրանից կզբաղվի պարով թե չէ, քանի որ իրեն հայ է կոչում, պարտավոր է իմանալ հայկական պարը, իսկ ես սիրով ուսուցանում եմ։ Ես դասավանդում եմ հայկական, ժողովրդական, հիփ-հոփ եւ ժամանակակից պարեր եւ շատ եմ սիրում ավելի ժամանակակից պարը, որովհետեւ ես հենց հայկական պարով եմ սկսել, բայց ժամանակակից սիրում եմ այսօրվա երեխաներին սովորացնել։ Տասնչորս տարի պարելուց հետո հիմա ես դասավանդում եմ ու փորձում եմ 14 տարվա փորձը փոխանցեմ 4-ից եւ բարձր երեխաներին, որտեղ պարը իմ համար կյանք է, մասնագիտություն եւ հոբի, եւ փորձում եմ նույն բանը սովորացնել այսօրվա երեխաներին։ Պարարվեստի մեր երկարատև եւ հրաշալի ուղին սկսել ենք բազմաթիվ տարիներ առաջ։ Շատ ողջավորված ենք, երբ առաջին անգամ այցելեցինք Պարի դպրոց եւ շատ ուրախ ենք։ Մեր ողջավորությունը շարունակվում է մինչ այսօր։ Այժմ պարուսույց ենք եւ դասավանդում ենք Հայաստան պարախմբում։ Դասավանդում ենք լատինաամերիկյան պարեր, որոնք են սամբա, չաչա, ռումբա, պասադոպլ եւ ջայվ, եւ նաեւ զումբա պարավոճը։ Հայաստան մշակույթի կենտրոնում երեխաները ստանում են ճիշտ պարային ուսում եւ հայկական դաստիարակություն։ Մեկ խոսքով, մեզ մոտ հաճախող յուրաքանչյուր երեխա շարունակում է հայ մնալ։ Այս փոքրիկ տեսաֆիլմի միջոցով փորձեցինք ներկայացնել մեր հայ մշակույթը, արվեստն ու լեզուն պահպանելու եւ մեր երեխաներին հայ մեծացնելու մի քանի ճանապարհ։ Թե ինչպես եք դուք պատկերացնում դրա իրականացման ճանապարհը, ինչ ուղիներ եք տեսնում երեխաներին հայ մեծացնելու համար, մենք ողջունում ենք եւ հարգում ձեր յուրաքանչյուր որոշումը։ Կլինի մեզ մոտ Հայաստան մշակույթի կենտրոնում, թե մի այլ վայր էական չէ։ Էականն այն է, որ ձեր զավակը յուրաքանչյուր առավոտ արթնանալով ձեզ ասի՝ բարի լույս։